կապերը օրինակ ենթամշակույթի քրեական ուրեմն ես որևիցե մեկնաբանություն իմ հետ կապված խնդիր չկա, այսինքն իմ հետ կապված որևիցե խնդիր չկա, ես հասկանում եմ, որ ով երբ որտեղ որ ժամանակահատվածում իրան ինչ հարցնում է, փորձում է իմ հետ կապված ինչ-որ խնդիր գտնի, ինքն էլ ցավոք սրտի չի ասում, որ չէ, դա չի խնդիրը, հույս ունեմ կնայի այս հարցազրույցը եւ դուք չեք պատճառում խոսքով։ Լսեք, ես չէի կարող այդ պատճառը լինել եւ ես ընդհանրապես պատճառ չէի 6 տարի ով ինչ հարցը ասում, բուկմեյքերական գրասենյակները ես $1 միլիարդ 500 միլիոն դոլար փող եմ վերել, բայց դա որևիցե կապ չունի այն ամեն ինչի հետ, ինչ որ տեղի է ունեցել։ Իրան հարցրեք, եթե ինքը կուզենա մեկնաբանի, ես որևիցե այլ մեկնաբանություն չեմ անելու, վարչության որոշումները հրապարակային են, իրեն էլ շատ լավ բացատրվել է, ցավում եմ, եթե ինքը չի հասկացել ինչի մասին է խոսքը, թերևս երևի դա եւս նույն խնդիրներից մեկն է, որ ինքը չի հասկանում ինչի մասին է խոսքը։ Դուք շփվում եք իրար։ Ոնց է բացարձակ։ Պարոն Սիմոնյան, Հարությունյանը զայրացրել է իշխանության միլիոնավոր դրամների պարգևավճարի բաժանումը գործադիրում հատկապես, որտեղ մինչև 9 միլիոնի է հասել վարչապետի պարագայում 11 միլիոնի ու աղքատության այս պարագայում այս փողերի շռայլ բաշխումը սեփական թիմակիցների միջև որքանով է ընդունելի ու ազնիվ։ Ուրեմն դրան նախ վարչապետը պատասխանել է իր երեկվա ասուլիսում, ես ուղղակի կավելացնեմ, որ այն մարդիկ, ովքեր որ ուզում են, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի լավ ապրի, պետք է ունենան մարդկանց, ովքեր որ դա իրականացնեն, իսկ այն մարդիկ, ովքեր որ պետք է դա իրականացնեն, չեն կարող լինել ոչ արեստավար, չեն կարող գալ ստեղ եւ դառնալ կոռուպցիայի ինչ-որ մի մասնիկ, որովհետեւ իրանց չի բավարարել եւ չի բավարարում այն աշխատավարձը, որը որ տրվում է, Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները ստացել են եւ ստանում են ոչ բավարար աշխատավարձ, իհարկե դա միգուցե էմպաթիա չի առաջացնում, որովհետեւ պաշտոնյան 20-30 տարվա մեջ ընկալվել է որպես հարուստ մի օլիգարխ, որը ձեռի հետ նաեւ պաշտոնյա է, բայց եթե դու ուզում ես ինքնաթիռը A կետից B կետ հասնի, քո ինքնաթիռը վարող օդաչուն պետք է արեստավար, լավ վճարվող եւ նորմալ որովհետեւ անձնավորություն լինի։ Օդաչուներն էլ են խնդիր առաջացնում։ Իհարկե, բայց դա չի նշանակում, որ մենք պետքա մարդկանց, ովքեր որ սեփական հացի խնդիր ունեն եւ վարկերի մեջ են եւ մեծ պրոբլեմներ ունեն եւ իրանց գալիս են ինչ-որ տեղից փող են առաջարկում, այս ինչ բան անելու համար, բերենք դնենք բարձրաստիճան պաշտոնյա սարքին հակում ունեցող այնուամենայնիվ դա կանի։ Դա բոլոր երկրներում է, բայց նորից եմ ասում, դուք լրագրողները միջև ես վերջերս ձեր մեջ լրագրողներ կան, որոնք շատ ավելի շատ գումար են ստանում, քան հասարակ ազգային ժողովի պատգամավորը։ Դա նորմալ է, երեխեք։ Այո, կա, չէ։ Դուք բոլորի աշխատավարձը գիտեք։ Գիտեք Կարինեն օրինակ ինչքան։ Նա օրինակ եմ ասում, Կարինե ջան, քո հետ կապված չի, կամ Վոլգրզան։ Ուզեմ բյուջետ չենք ստանում։ Ինչը։ Այո, որտեղ ես լրատվական կայք եմ ղեկավար, երբ որ ձեզ պետք է ալնում, ասում եք Ալեն Սիմոնյան, ինչքան լրատվական կայք կա ինձ եք վերագրում։ Ես արդեն քանի տարի է լրացնում եմ հայտարարել, նոր վերադառնանք հա թեմային։ Չի կարող մարդը, որ անընդհատ էկրանների առաջ է եւ ով պատահի, ով որոշում է, որ ինքը պետքա քաղաքականությամբ այդ մի քանի ժամը զբաղվի, վերջի բառերը ասի, մարդը, որ պետքա Հայաստանի Հանրապետությունը ներկայացնի միջազգային կառույցներ, ասենք մարզիկների վրա օրինակ բերեմ, ասենք եկեք մարզիկներին գումար չտանք, մարզիկները չկարողանան հագնվեն, չկարողանան պարապեն, չկարողանան գնան, հետո ասենք բախի չենք մենք մեդալներ շահում եւ այլ։ Հայաստանի Հանրապետությունում աղքատությունը այո կա, աղքատության դեմ պայքարը մղվում է, բայց Հայաստանի Հանրապետությունում կան ուսուցիչներ, որոնք ազգային ժողովի падգամավորից ավելի շատ են ստանում։ Հայաստանի Հանրապետությունում կան զինվորականներ, որոնք Հայաստանի Հանրապետության падգամավորից շատ են ստանում։ Տեսեք, ես բերեցի падգամավորական դաշտ, բայց նորից եմ ասում, ասենք բանկերի խորհրդի նախագահները Հայաստանի Հանրապետության նախագահից, վարչապետից, ազգային ժողովի նախագահից մի քանի անգամ շատ են ստանում։ Հիմա դուք ուզում եք, որ լինեն մարդիկ, ովքեր որ այնքան գիտելիք ու այնքան եռանդ ու այնքան աշխատանք դնեն, որպեսզի այդ աղքատությունը գնալով կչանա, թե ուզում եք, որ բոլորը, եթե այսինչ մարդիկ մի փոճուր զանգված կամ մի ինչ-որ զանգված աղքատա, մնացածն էլ պետք է աղքատեն։ Հա, այդ տրամաբանությամբ 5 տարի աշխատել եմ։ Այլուշ Նարեկ Կարապետյան, երեք ասում էր, եթե իրենք իշխանության, Նարեկը Կարապետյան ասում էր, եթե մենք իշխանության ենք, մեր վարչապետը 1 դրամ է ստանալու։ Ես ուրախ եմ Նարեկի համար, չգիտեմ ինքով, անկեղծ ասած, թող ինքը
Հա, լավ, շատ լավ է, բա ինչի միջև էս իրանք այդքան չէին ստանում։ Բա այն փողերը որ հա, հասկացա, իսկ իր բանը, իր հայրիկը, երբ որ աշխատակազմի ղեկավարն էր Սերժ Սարգսյանի մի դրամ էր ստանում, զուտ հետաքրքիր է, կհարցնեք իրան, քանի դրամ է ստացել, լինելով բավականին հարուստ ընտանիքի ներկայացուցիչ, քանի դրամ է ստացել իր հայրիկը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն է եղել, չէ՞, թե չեմ սխալվում։ Քանի դրամ է ստացել։ Դե հարցրեք նա թող պատասխանի։ Պարսմյան, ընտրություններից 6 ամիս առաջ այս պարգևատրումները, այսպես ընտրակաշարքի թիմին կողքը պահելու, օրինակ կարող եք մյուս անցած տարի էլ անեք, ինչու հենց ընտրությունների նախաշեմին այսպիսի որոշում, պիլոտային ծրագիր, ըստ տեղեկությունների մեծ մասամբ պետական համակարգում յուրայիններին պարգևատրելու։ Ձեր հարցի պատասխանը թաքնված է այն քանակի մեջ, թե ինչ թվով մարդիկ են դիմել քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակում ընդգրկվելու համար։ Թիվը գրեթե 400, այսինքն դա ցույց է, որ մարդիկ առանց որևիցե պարգևով վճարի, առանց որևիցե ինչ-որ ձեր ասած խրախուսման, հա, ճակերտավոր շատ լավ գիտակցում են, որ Հայաստանի Հանրապետության գալիք ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մեծամասնություն է կազմելու եւ դրա համար որևիցե մեկին պարգևավճար տալ եւ դրանով խրախուսել կարիք չկա եւ ել չեմ ասում, որ դուք տեղյակ չեք, որ ժամանակին, երբ որ նախորդ իշխանության ժամանակ շատ ու շատ падգամավորներ ծրարով փող են ստացել իրենց այսպես ասած կուսակցության ղեկավարներից, դուք դրանից տեղյակ չեք։ Հիմա էլ է սա, օրինական Հիմա Հայաստանի անեկդոտի նման ասма թղթատարությունն է մի քիչ άλλο։ Չէ, Կարնե ջան, տենց չի, ֆիքսեք, որ ազգային ժողովի падգամավորի աշխատավարձը այսքան է, նախարարի աշխատավարձը այսքան է, թե ինքը կստանա դա 3 ամիսը 1, կտոր, դրամ առ դրամ, թիվը էդ է։ Այսինքն ինքը ստանալու է մոտավորապես 1 միլիոն դրամին հասնող, միջինը 1 միլիոն դրամին հասնող աշխատավարձ։ Հայաստանի Հանրապետությունում ազգային ժողովի падգամավորի աշխատավարձը ֆիքսեք ձեր համար մոտավորապես, հա, 1 միլիոն դրամ է։ Թե ինքը 500,000 դրամը ամեն ամիս կստանա, այդ մնացած 500,000 դրամները կհավաքվի եւ տարվա վերջում իրան դա կփոխանցվի, 3 ամիս հետո կփոխանցվի, դա արդեն թղթաբանության խնդիր է, հա, ֆիքսեք ձեր համար, որ պետական պաշտոնյայի աշխատավարձը այդքան է։ Սիմոնյան, դուք նոր խոսեցիք Կարեն Կարապետյանից, հա Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, որ զբաղեցրել է, հայտարարություն տարածեցին րոպեներ առաջ, ասում է, որ Կարեն Կարապետյանը տարիներ շարունակ աշխատելով պետական համակարգում երբեք աշխատավարձ չի ստացել, այն ուղղել է մանկատների սաներին եւ շրջանավարտերին։ Ես ուրախ եմ իրանց համար, ինչ կարող եմ ասել, ասենք լավ է։ Ես չգիտեմ ինչքան աստված է, դուք ինձ հարց տվեցիք, ուղղել է, լավ է արել, իսկ մնացած ինչով է ապրել, կարամ իմանամ։ Բիզնես։ Այսինքն բիզնեսմեն է եղել եւ եղել է ազգային ժողովի падգամավոր։ Լավ, եկեք բանով չզբաղվենք, էլի բոլորը շատ լավ գիտեն, հա, ինչի մասին ենք խոսում եւ թե գործարա, թե բարեր այդ կներեք, էլի բարերարությունը, այդ ձևական բանը վերջացրեք էլի։ Մարդկա այնքան շատ է օգնում եւ դրա մասին որևիցե մեկը ոչ մի բան չի իմանում։ Ես ոչ իմ մասին մի խոսացեք, կարևոր չի ես ինչ եմ անում կամ ոնց եմ արի, ես դրանով ինձ գովազդելու որևիցե տրամադրություն չունեմ։ Այսինքն ինչ որ մարդիկ ինչ որ բարերարություն են անում եւ դրա համար հարկային արտոնություններ են ստացել եւ իրենց բիզնեսները զարգացրել են եւ միլիոնավոր դոլարների աշխատավարձ են եկամուտ են ստացել, իրանց այդ մի 500-600 դրամ, 1 միլիոն դրամ աշխատավարձը տարվա մեջ մի անգամ տվել են մի մանկատանը, մի րոպե։ Ես որևիցե ձևով չեմ մեկնաբանելու, ես ֆոնդ ունեմ տարեկան եւ այդ տարեկան ֆոնդը ես միջևերջ գրեթե սպառում եմ եւ 100 տարբեր վիրահատությունների, չգիտեմ, ամեն ինչի գումար տվեմ, բայց դուք դրա մասին ոչ մի բան չեք իմացել եւ դրա մասին ես չեմ հրապարակում։ Նույնիսկ Աստվածաշնչի մեջ տենց բան կա, որ բերում է մեկը շատ իր մի հարուստ բերում է մի քանի կոպեկա տալիս եւ մի աղքատ մարդ բերում է իր ամեն ինչ ունի տալիս է։ Այդ թարգեք, վերջացրեք այդ բանը, դրա վրա խաղալը։ Ես բարեգործություն արեցի եւ բարեգործները, իսկական բարեգործները չեն աղաղակում, որ իրանք բարեգործ են։ Դա աղաղակելու համար չի։ Այն մարդը, որ աղաղակում է, որ ինքը բարեգործություն է անում, ամենավատ բանն է անում։
Պարոն Սիմոնյան, Իրանից հայտարարություններ են հնչում, անհանգստություններ, ասում են իրենց տպավորությամբ Հայաստանը իրենց դեմ գործողությունների է մասնակցում, մասնավորապես թրիպի հետ կապված, որ Վաշինգտոնում հայտարարություն հաստատվեց։ Եվ ակնկալում է դեսպանը, որ կրկին հանդիպումներ կլինեն եւ կվստահեցնեք իրենց, բացատրություններ կտակ իրենց։ Հայաստանը երբևիցե որևիցե քայլ չի արել եւ չի անի բարեկամական Իրանի ժողովրդի պետության նկատմամբ եւ որևիցե նմանատիպ գործընթացների մեջ ներառված չի լինելու, ինչ վերաբերում է թրիփին, թրիփը նաեւ մեծ հնարավորություններ է տնտեսական ստեղծելու տարածաշրջանի բոլոր երկրների համար, այդ թվում նաեւ Իրանի համար, եւ ինչ վերաբերում է մտահոգություններին, կարծում եմ ես լարվածությունը, որը հիմա իրենց երկրում կա, ինչ որ ձևով երբ որ կհանգուցալուծվի, իրանք ավելի հստակ կտեսնեն, որ որևիցե նման բան գոյություն չունի։ Ես դեռ նորանշանակ դեսպանի հետ չեմ հանդիպել, դեռ նման պայմանավորվածություն որքանով գիտեմ չկա, բայց եթե հանդիպեմ, նորից եմ ասում, որևիցե բան չկա։ Տեսնում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է օգտագործել եւ Իրանի դեմ գործողություններ իրականացնել այս տարածքից։ Իրանը ունի 10 քանի, հարգելիս, Իրանը 10 քանի հարևան ունի անմիջական, ամենաշատ սահմանակից հարևաններ ունի, այսինքն այդ Հայաստանի 23 կիլոմետրից պետք է Իրանը գործողություն, ԱՄՆ-ն գործողություն իրականացնի բանի Իրանի նկատմամբ։ Իրանին վերջի գործողությունների ժամանակ, եթե չեմ սխալվում, իրանք ԱՄՆ-ից ինքնաթիռը թռավ, եկավ հասավ ստեղ, իր գործողությունը իրականացրեց, գնաց։ Հիմա ասենք իրենք են այդ վտանգը տեսնում այս։ Ես կարծում եմ, որ մի քիչ ես կարծում եմ, որ չափազանցրած է ձեր գնահատականը, նման մտահոգություն մենք իրենց հետ կապի մեջ են գտնվում եւ ձեր մտահոգությունները չափազանցված է, ինչ վերաբերում է Իրանի դեսպանի հայտարարությունը, ես արդեն ասացի, նաեւ երեք վարչապետն է մեկնաբանել, որևիցե բան վարչապետի մեկնաբանությանը ես չեմ ուզում ավելացնել։ Ասել, որ այդ ճանապարհը միջև այս հայտարարության կնքվել է, որ այդ ճանապարհը Զանգեզուրի Միջանցքի տրամաբանությամբ է։ Լսեք, լավ էր արել ասել էր։ Չէ, բայց դուք չափազանցացեք։ Լսեք, դուք էլ կարող եք ասել, ու ես պակաս հարգանքով չեմ վերաբերվում, քանի իրանց ընդհանուր առմամբ որևիցե մի պաշտոնյան, շատ բան կարող եք ասել, ես էլ շատ բան կարող եմ ասել, չէ։ Սևով սպիտակի վրա գրած բան կա։ Բան կա գրած, չէ։ Ինչա դա։ Ասենք ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարը պարոն Ռուբիոն բառացի բաներ է ասում, չէ, գրածա, չէ։ Եկեք ասենք, որ դա ընդհանրապես Ռուսաստանին է պատկանում։ Մեկնաբանենք, որ դա Ռուսաստանինն է, քանի որ Ռուսաստանը ստեղ ազդեցություն ունի, ինչ ցնդաբանություն ասես կարելի անել, թուղթ գոյություն ունի, արդեն 2 թուղթ ունի գոյություն ստորագրված։ Հիմա ասենք, մեր մեկնաբան կամ իրաց մեկնաբանելով չի։ Գերիների 4 գերիներ վերադարձան, պարոն Սիմոնյան, դեռևս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է մնալ գերի Ադրբեջանում, նրանց վերադարձի շուրջ ինչ գործընթացներ են ծավալվում։ Հիշում եք, մի ամիս առաջ ճապազրույցի ժամանակ եւ ընդհանրապես միշտ հարցնում եք գերիների հետ կապված ինչ գործընթաց է, ու մենք միշտ պատասխանում ենք, որ այդ գործընթացը չի երևում, բայց դա անընդհատ իրականացվում է, այս գործընթացի հետևանքներն է, այնքան ժամանակ, ինչքան որ մենք այնքան հաճախ, ինչքան որ մենք հանդիպում եւ խոսում ենք դրա մասին, մենք երևի թե որևիցե թեմայի մասին չենք խոսում, ինչպես նաեւ ոչ միայն գերիների մասին է խոսքը գնում, նաեւ մենք հաճախ խոսում ենք, նաեւ միշտ մշտապես խոսում ենք նաեւ անհայտ կորածների հետ կապված եւ այդ process-ը ավարտվելու է այն ժամանակ, երբ որ որևիցե մեկի մոտ որևիցե հարց չի մնա եւ որևիցե մեկը այլևս այնտեղ մեր հայրենակիցներից չի մնա եւ որևիցե մի տարբերություն մեր համար չկա, բոլորը պետք է վերադառնան եւ դա ժամանակի հարց է, ես վստահ եմ։ Պարոն Սիմոնյան, նույն գերիների վերադառնալու այդ տեղեկատվությանը զուգահեռ տեղեկատվություն տարածվեց նաեւ, որ սիրիացի 2 վարձկաններ են փոխանցվել, 3 Նիկոլ Փաշինյանը Սիրիային, Թուրքիայի միջոցով, 3 Նիկոլ Փաշինյանը դա մեկնաբանեց որպես Սիրիայի նկատմամբ բարեկամական որոշում, ինչու հենց հիմա։ Ինչ անշանակում ինչու ինձ եմ, իսկ ինչի եւ ոչ մի տարի առաջ կամ մի տարի հետո, հա։ Համընկել է, դեպ ասեմ, որ շատ երկար process է եղել այդ փոխանցումը, շատ վաղուց սկսված process է եղել եւ սիրիական կողմի հետ այդ աշխատանքը շատ դժվարությամբ իրականացրել ենք, այսինքն ինչի չփոխա, դա բարի կամքի դրսևորում էր, ինչպես վարչապետը ասաց, Սիրիայի պետության նկատմամբ։ Եվ փոխկապակցված չեն, ինչպես պնդեց Փաշինյանը, ծննդներից հետո։ Ասենք հիմա էլի լրատվությունից ենք էլի խոսում, էլի նույնպես վերադառնանք։ Հիմա ինչ է գենտաժում, պետք է ասեմ, չէ, Փաշինյանը սխալ էր պնդել դա, այսինքն ուզում հասկանամ
հարցը տալուց առաջ որ տալիս եք ինչ եք ակնկալում լսեք։ Ինչ դա հələ եկեք 3 տարբերակ քննարկենք։ A. Փաշինյանը սխալ էր, ես ճիշտ, B. Ես չեմ պատասխանում, ինչ եք ենթադրում։ Իհարկե, Հայաստանի Հանրապետության վարչապետը ասել է եւ ընդհանրապես գերիների հետ կապված զբաղվում է եւ աշխատանքները իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր համապատասխան գերատեսչություններով, ոչ падգամավորները, ոչ ազգային ժողովի նախագահը, ոչ որևիցե այլ մարմին կամ անձնավորություն դրանով չի զբաղվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կառավարության ղեկավարի գլխավորություն։ Մի հատ վերջացնեմ, մի վերադարձի, սպասի մի հատ վերադառնանց, որ մի ժամը խոսում էինք իրար հետ, վերադառնում ենք։ Պարոն Սիմոնյան, Տիգրան Ավինյանին հրավիրել եք ձեր ծնունդին։ Ես անձնական հարցերին չեմ պատասխան, բայց այս անգամ կպատասխանեմ Տիգրան Ավինյանը հրավիրված է եղել իմ բոլոր ծնունդներին։ Երկրում չէր, ինձ որ ես իրեն հրավիրել եմ, ասել եմ, որ հրանք ասեց կներես, բայց կնոջս եւ երեխաների հետ ինչ որ քաղաքում չենք եւ հրավիրել եմ։ Ես խնդրում եմ որևիցե ինտրիգ չփնտրել, որ հրավիրված չի եղել, ով որ իմ ընկերներն են հրավիրված են եղել, ով որ ընկերներս չեն հրավիրված չեն եղել, առանց այդ շատ մեծ ծնունդ էր առանց այդ։ Բայց ճշտում կներեք, որ նորից Ֆիդանից եմ ուզում հարցնեմ։ Հարցրեք։ Հասկացեք, դուք ինձ ասեցիք, դուք սխալ եք, դուք ինչ եք հասկացել այդ հայտարարության, պարոն Սիմոնյան, ինչ էր դա։ Ես հասկացել եմ, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլևս իրողություն է եւ թշնամանքի էջը մենք միասին այնուամենայնիվ կարողացել ենք երկստեք փակենք թե մենք հայերս թե թուրքերը եւ մենք պետք է ամրապնդենք այս խաղաղությունը ես դա եմ